Ողջույն 24 News-ի եթերում Մարդիկ Արցախից հաղորդաշարի ամփոփիչ թողարկումն է։ Արցախցիների բռնի տեղահանումից ի վեր Մարդիկ Արցախից հաղորդաշարի շրջանակում մենք արցախցիներս պատմում ենք արցախյան իրական պատմությունները, շրջափակման, պատերազմի, գաղթի, ինչպես նաև Արցախում մնացած մեր գեղեցիկ հուշերի մասին։ Մարդիկ Արցախից հաղորդաշարը կարծես կամրջում է մեր կարոտները, սպասումները ու սրտի ամենամութ անկյունում թաքնված հուշերը։ Միմյանց հետ հուզվում ենք, կիսվում ու հույս հայտնում, որ ճանապարհը մեզ մի օր անպայման Արցախ է տանելու։ Ես հիշում եմ, թե ինչպես է 19 տարեկան զինվորը ասում մսաղաց բառը, թե ինչպես են փրկվել ինքնաթիռի հրետակոծություններից, փլատակների տակից ինչպես են փրկվել եւ անդադ ասում էր, որ այնտեղ մսաղաց է։ Այդ ամեն ինչը լսել այդ տարիքի մարդուց ահավոր էր։ Ես հիշում եմ, որ առաջին օրերն էր դեռ ծանր վիրավոր ունեինք, ում անուն ազգանունը շատ հազվադեպ հանդիպող անուն ազգանուն էր եւ վստահ եմ, որ չի կարող կրկնվել եւ այդ օրը հերթապահությունս հանձնելուց հետո գնացի տուն, որ մի քիչ հանգստանամ եւ հեռուստացույցով լսեցի, տեսա այդ զոհվածների անուններն էր գրված եւ լսեցի այդ անուն ազգանունը։ Անդադ գորգոռում է, որ այս տղան ողջ է, ծանր է, բայց մեզ մոտ է, ողջ է, ինչ են գրել զոհվածների ցուցակում, ու այնքան է երազում, որ բոլորի անունները այդպես ուղղակի սխալմունքի արդյունքում հայտնվել զոհվածների ցուցակում, բայց ողջ է այդ տղան մինչև հիմա, ես ինչքան գիտեմ, փառք Աստծո լավ է արդեն։ Հաջորդ օրը, երբ որ գնացի կրկին հերթապահության, երևի այդ տղային էիք փնտրում, որ առաջին տեղափոխել էին Երևան, որովհետև ծանր վիճակում էր, մեզ մոտ շատ քիչ էին պահում, հիմնականում մի քանի ժամ, մի օր, երկու օր, կախված ծանրությունից, բայց մենք շատ երկար չենք շփվում, որովհետև բոլորին տեղափոխում էին Երևան, որպեսզի նորմալ բուժում ստանար, որովհետև Արցախում Ստեփանակերտում ամեն մի պահը ճակատագրական էր եւ կարող էր ամեն վայրկյան հրթիռակոծվեր հենց հիվանդանոցը եւ նորից թիրախավորվեին վիրավորները։ Հիշում եմ նաեւ մի դեպք, երբ վիրավորներ բերեցին, գիտակցության էին, բայց ընդհանրապես չեն խոսում։ Ընդհանրապես չեն խոսում ու իրանց հետ մեր շփումը գրելով էր, այսինքն մենք գրում էինք ձեր անուն ազգանունը, իրանք գրում էին ու մենք տենց կարողանում էինք տեղեկություն հավաքել եւ հիշում եմ, որ մեկը թղթի վրա գրել էր իր մամայի հեռախոսահամարը, որ զանգենք, ասենք, որ ինքը ողջ է։ Ես զանգեցինք, ինքը քանի որ չէր խոսում ընդհանրապես, իր մաման չէր հավատում, որ ինքը ողջ է, անընդհատ գորգոռում է, չէ, ես պիտի լսեմ, խաբում եք, մի բան կա, չեք ասում։ Ես հիշում եմ, թե ոնց եմ այդ տղային սովորեցրել մամա բառ ասել, ես ուղղակի աղաչում էի, որ ինքը գոնե մի անգամ ասի մամա, հիշում եմ չոքել է, ասում է ասա մա, որ գոնե մի անգամ իր մաման լսեր, որովհետև պատկերացնում է, թե ինչ վիճակում էր իր մայրիկը, չէր հավատում, որ ողջ է։ Մի կերպ հիմա հասկանում եմ, որ հնարավոր է սխալ էր դա այդ ժամանակ իրան խնդրել այդ վիճակում խոսել, բայց ուրիշ ելք չկար։ Իր մաման պիտի համոզվեր, որ իր տղան ողջ է, ու մենք ուղղակի չենք խաբում իրան։ Փառք Աստծո ասեց, չեք պատկերացնի իր մամայի հրճվանքը հեռախոսի մեջ ու մեր ապրումները, որ հույս կա, որ այդ տղան կխոսի հետագայում, ուղղակի այդ պահն էր։ Ծրծում դրած վառարան, սա հարևաններով այդ վառարանի դիմացը ու տան ինչ կա, ընդհուպ իմ տանը ինչ եղել է, այդ սառնա խցիկում, սետկա իջացել ենք մամայից, հայատ, ոչ մեկ տուն չեր մտնում, հայատում վառարանը դրած, ու տենց այդ վառարանի վրա ով ինչ ուներ, երդվում եմ, ում տան ինչ կար, հանում էր այդ վառարանի վրա, միասին մի ընտանիք դարձած, Դե համհաց ենք, բայց ենքան ուրախ ենք ես։ Դեր տանն ենք, չէ։ Շատ, վերջում տուն հավաքեցի, սառնարանի դրան արանքը մի հատ բան կա եմ դրել, որ չփակվի, հոտ չընկնի սառնարանի մեջը։ Լվացել, սրբել, ամուսուս ասեցի, բա մեր տնից բան չենք վերցնում, գոնե արի մի հատ հեռուստացույց, ասես չքանդես տունը։ Ու տենց հրաժեշտ տվեցինք, ամփյուրեցինք պատերը, դուռը կողպեցի, ասեցի բանալին դնեմ գազի հետ
բանի վրա չգան կոտրեն, գոնե թող բանալին բացեն նոր մտնեն էլի, ամեն դեպքում իմն է, իմ ասկին ցավատալի։ Թողել եք մեր բոլորի հարազատների գերեզմաները, պապայիս գերեզմանը, որը անընդհատ հիշելիս ցավ եմ ապրում, որ էլ չեմ կարող գնամ, ծաղիկ դնեմ, մաքրեմ։ Պապաս ու իր մամա, տատիկս, պապիկս, հոպարս, իր կինը, հոպարիս կինը, որը շատ ենք սիրում էլի, ոնց որ մեր մամայի պես էր, բոլորի եղբայրներիս, հորքուրներիս սաղ գերեզմանները մնաց այնտեղ, ավելի շատ տան հետ համարցավ չենք ապրում, որովհետև տունը ամեն տեղ էլ կարաս կառուցես, թեկուզ մի քիչ վատ, մի քիչ պակաս, արդեն այդ կարևոր չի, այդ կյանքում կարևոր ավելի շատ բաներ կա, դա մենք արդեն հասկացել ենք եւ դա երևի բոլորը պիտի հասկանան, որ 1000 դրամ ես կորցնում, այստեղ էլի առաջներում մենք էլ ցավ ես ապրում, ասում ես փողս կորչավ, բայց իրականում շատ բան որ կորցնում ես, արդեն ամեն ինչը սովորական է դառնում։ Արմեն, գուցե դուք օգնեք ձեր տիկնոջը։ Ուրեմն վերջին օրով բարեկամները, որ հավաքվել էին մեր տանը, իրանք դուրս են գալիս, Լիլիթ որոշում է, որ տունը պիտի ամբողջությամբ լվանա։ Ամբողջությամբ մաքրել է, հիշում եմ ասեց, ուզում եմ այս տունը ես հիշեմ այս ձև։ Հո այդ ընթացքում ես ինչ հասցրել եմ, ես եմ վերցրել, որ ասում եմ, մի հատ կինը իրանը վերցրել է, մի հատ ես էլ եմ, ինչ որ պետք է վերցրել եմ, մի հատ Լիլիթ ջան, ինչ որ բան կա, որ մոռացել ենք։ Ասում եմ, սաղ։ Հիշում եմ, վիդեոն ունեմ միջև հիմա, Լիլիթը ոնց է աշխատում, մաքրել ենք, ամբողջությամբ տունը պատրաստ, դուռը փակել ենք, միջև հիմա չեմ կարող այդ վիդեոն նայել։ Ես էլ միջև հիմա չեմ նայել։ Ամեն օր ես ինձ քնելուց գնում եմ տուն, մտնում եմ իմ տեղը ու քնում եմ։ Հավատարիմ մնալով մեր որդեգրած սկզբունքներին պարտադիր այցելել ենք Արցախյան պատերազմում անմահացած, ինչպես նաև Ստեփանակերտի բենզալցակայանի պայթյունի հետևանքով զոհված հերոսների ընտանիքներին։ Մենք պիտի հիշենք բոլոր նրանց, ովքեր անմահացել են հանուն մեզ։ Այդ օրը մենք կորցրեցինք շատ լավ տղաներ, այդ թվում նաև իմ միակ հարազատ եղբորը Գուրգենին։ Դրանից ընդամենը 2 օր առաջ, երբ մենք տեղեկացանք, որ հակառակորդը ավետարանոցի սխնախի հատվածներում է, մենք մեր հրամանատարի, մեր ընկերոջ, Գորգյուս ամուսնու Նարեկի հրամանատարությամբ եղնիկներից տեղափոխվեցինք քարեն տակ, պաշտպանելու, մենք հույս ունեինք, որ ավետարանոց կտեղափոխվենք, սակայն այդ ժամանակ արդեն ավետարանոցը կորցրել էինք, որովհետև դա մեր հայրենի գյուղն է եւ տարածքին լավ էինք տիրապետում, այն հույսով, որ կկարողանանք ավելի էֆեկտիվ աշխատել։ Երբ մենք եղնիկներից վերադարձանք, ես զանգեցի Գուրգենին, որպեսզի նա նույնպես միանա մեր խմբին, որովհետև լուրջ ռեսուրսի պակաս կար, իսկ վստահելի մարդ շատ քիչ կար, իսկ ես կյանքում ամենաշատը նրան եմ վստահել, ինչպես եւ ինքը ինձ։ Դե դու նրան գիտես, կարծում եմ ներկայացնել կարիք չկա։ Հիշում եմ, երբ մեր տանը վերջին հրաժեշտն էինք տալիս հորս, հայրս ասաց, գոնե տարբեր տեղեր գնացեք, գոնե միասին չլինեք, եթե մի բան լինի, երկուսիդ էլ չկորցնեմ, ասացի, պապ, եթե ինձ մի բան պատահի, ինձ ինքը կհանի, եւ հակառակը, եթե իրեն մի բան պատահի, ես կկարողանամ հանել։ Ու նրա վիրավորվելը եւ այդ ամեն ինչի իմ աչքի առաջ էր, ու երբ արդեն հոսպիտալում հայրս եկավ ու արդեն մահաստատվել էր, ես ուղղակի անզոր էի ու հորից ներողություն էի խնդրում, որովհետև ինքը նախազգուշացրել էր այդ մասին, որ պետք չէ միասին գնալ։ Հիվանդանոցների պատի վրա, ով որ վիրավոր է, իրան անուն ազգանուններն են գրած, ու սենց ման էին գալիս, սենց խոճապի մեջ մատնած ման էին գալիս պապայի անուն ազգանուն, բայց տենց էլ չգտանք։ Մի քանի ժամ ման գալուց լուր է գալիս, մեր հարևանն են ասում, որ տենց դեպք է եղել, էլ չկա, բանը հարևանը իրան զորով է զսպում ու մամային ասում է,
որ արի papan բանը ասկերանա, չէ, խոջալու է կներեք, խոջալու է պարկած, արի գնանք տուն հավաքենք, մեր մեջերը նորից հավաքվենք, իշնենք տուն, մաման արդեն այդ պերիոդում արդեն հասկանում է ինչա կատարվում, ասեց, չէ, դու ինձ ստում ես, մենք պետք է իշնենք բան խոջալու տենանք, ասեց, չէ, արի գնանք տուն, հետո էլի նստում ենք մեքենա, որ բարձրանանք տուն, արդեն կամանց սենց ասում եմ, որ տես դեպք է եղել, ճիշտ է, շատ ծանր տարանք, որ պատմում եմ, հիշում եմ, ինչ կատարվեց իմ հետ, շատ ծանր էր իմ համար այդ լուրը, չգիտեմ, մինչև հիմա չեմ համակերպում այդ նույնի հետ, գիտեմ թե ինքը մինչև հիմա պոստերում է, հեսա կգա տուն, ցավոք հաճախ չեմ կարում երապլուր հաճախել, բայց աղ մենք իրակի պարտադիր գնում ենք Ռովայի մոտ։ Առաջի խոսքը կներես Ռովա։ Կներես, որ հրաժեշտ չի տվեցի։ Եթե ուրանանա մեր զվավայս, եթե ուրանանա ինչի պենա մնացա։ Ես սվատım չի ուժը ինչի պեն, ես գիտեմ չում, ես մտածում վեր Իլի ուրանք վեպի ցենտրի էնել այլ մոխիրն դրալ այնքան վեր անգամ ես դե հանգիստ խոսում եմ երևի կզարմանան այդ մարը ոնց է դեդ բենաս բայց ես этапն լոխ ուժանցım կացալ ինձ ցավս այնքան է բթացալ վեր ես կարım տրամասին հանգիստ խոսին ես предпочитаю անում մոխիր դրածնի Եվ մոխիրը տանում եմ փչում ծովին գլխեն թող այդ մոխիրիմ Ղարաբաղը գլխես փչացին չեմ խոխած դղին Էսա սենց վեսկան անսլանն դու մարչես դու շատ դաժանս բայց իմ ընտանիքիս անդանել ուխտին հաշիվանը իրան պապան է իրան քուրիկներ Ես իրան ամեն օր մի հարց եմ տվել ու ինքը իմ երազն եկել է իմ հարցի պատասխանը տվել ինչի չես տվել բայց փաստորեն ինքը եկել է իմ երազին ու ասել է որ մամա я не смог ես չէի կարող Տիգրանը ես միշտ ասել եմ եւ իմ ելույթներում եւ իմ հարցազրույցներում նույնիսկ ցուցահանդեսի ժամանակ էլ իմ ելույթում Տիգրանը իր ջահել կյանքը չի ընտրել Տիգրանը մեզ որպես ծնողներ այդ պահին չի ընտրել Տիգրանը ընտրել է Արցախը եւ 120,000 կյանքերը Ενώ τάσας μάμας με μπούκα κέρδη νουράς με κουσέλτωμο Մամա իմ սրտի կումո Արտուր Աղաջանյանը շատ բարի հայրենասեր շատ աշխատասեր, ընկերասեր անձնավորություն էր լավ ընտանիքի հայր էր, լավ ամուսին Նոր 20 թվականի պատերազմը սկսվեց հենց այդ նույն օրը ասեց, որ պիտի անպայման գնա մեզ տարավ թողեց իր հայրենի գյուղում, Սզնի գյուղից էր Սեպտեմբերի 28-ին ամուսնուս հայրիկի ծնունդներ, ինքն էլ Արցախյան առաջի պատերազմի ժամանակ է զոհվել Սեպտեմբերի 28-ին 20 թվականին իր հայրը 60 տարեկան էր դառնում, գնաց հայրիկի գերեզման եւ դրանից հետո մեկնեց ռազմաճակատ Այդ պատերազմի օրերին ընդամենը 2 անգամ ենք հեռախոսով իրար հետ խոսել Վերջի օրը որ խոսեցի հոկտեմբերի 9-ն էր այդ ժամանակ ես դեռ Արցախում էի երեխաներին ուղարկել էի Երևան բայց ես մնացի Արցախում Երբ խոսեցի ասեց որ ես գամ Երևան ինքը հետո կմիանա մեզ ու դրանից հետո էլ կապ չկար նրա հետ Բավականին երկար ենք փնտրել, ճիշտ ասած նայել ենք վիրավորների ցուցակում, հիվանդանոցներ են գնացել, անգամ զոհվածների ցուցակում չենք նայել, որովհետև չենք պատկերացնում, որ կարող է նրա հետ ոչ բան պատահած լինի։ Ժենգյալով հաց ենք թխել միասին, զբոսնել Մտովի, Ստեփանակերտի փողոցներով ու կիսվել մեր ամենաջերմ պատմություններով։ Ոզն պատիվ մաշինգալով հաց ոնց եք թխում, ոնց եք հանում, ինչ կանաչեղեն ամեջ մտնում։ Շատ հաճելի է, ուրեմն ժենգյալով հացը դա համարվում է մաքուր արցախյան ուտեստ ու ինքը
ընդհանրապես սեղանների զարդն է, իմ կարծիքով ինքը զարդն է, թակուհին է, ես շատ եմ սիրում իրան հետ գործ անելը, ժինգալավ հացը թխելը, կանաչիները հավաքելը, այդ սաղ պրոցեսները ինձ դուրակ եմ, ես դա անում մեծ հաճույքով, քինում հավաքում ինքս հավաքում կանաչիները, հետո ստեղի այգում էլ կա շատ կանաչիների տեսականի, ես հետո ցույց կտամ հիմնականում կանաչիների ներկապահին 12 տեսակ կանաչի կա, դե հիմնականը գիտում եք ճռճռոկն, սեմուկը, գազմնձյուկը, հիմնական կանաչիները դրանքով է պարտադիր պիտի ինի ժինգալավ հացի մեջի վերինքի համով ինի, մեկ էլ արցախյան հոգի պիտի ինի տղեիս, այդքան Ես խայտարակ տրնակ, սա աշխարհակ մինում է։ Չէ, խայտարակ չկտրնոա։ Այլերա վրացեք բոլ։ Խառնի։ Հա, խառնեցեք, հետո իմ պատարել արևած այդպես ձեթ հանցեցեք։ Սոր ինչ ենք սրքելու։ Սոր տանդորն ենք պատրաստում։ Տանդորնը ստարե ինչա դուսե եկալ երկրորդ անգամ ավեր արդեն սկսում բանանելը, սարքելը, միջև դուսկալը շատ նոյզողն է իլալ։ Հիմնականում տարիքավ մարդիկ են մզանատ։ Տանդորնը ճակնդեղին ճավելում սոր է պատրաստալ, հա։ Բայց ես պահին դուք զուգադի պալık տանդորնին հետ, մամուստված ղզաննա վերալաս տղա հասցրալ ինձ տվալ։ Չէ ոչ մի պենոնինք վուշլի մաս։ Կարող է գախնիկը այդ ղզղանին մեջին, ա, վեր Արցախյան Դուք ասած առաջին անգամ ինչ ստող սկսալım սարքելը լող դավա տռալ։ Բալի ասած դες գախնիկն էլ հենց դրանում է։ Ու միշտ շտեղել ինչ ու կրանք իմ մամաս ինքը յուրան վերասմա ինքն է ասում, անձամբ վեր հա բաբոյին ախտիրացնեն լավալա, շատ լավալա սրքելիս։ Մի խոսքով իրանց հանայım երևի թե ժատի իմ մտածում վեր իմ մոտ ստացվում է ու ոչ թե ես նստանք ինչ վեր մինին անասը վերալ այլ իրանք վերնելի սնելալ օրինակ քեցամ կողքան kömegral օզալում իմ պենել ես անիմ եւ պահիտակ ասիս դե էնում գիտում լի կարիմ ուժը ես էլ ինձ դե փորձիմ ուժը վեր առանձին փսակվալում առանձին մլալ ամեն ինչը ինչ ու վեխալ կսկտրալա ես սկսալım արդեն ինքնուրույն անելը Որ չափազանցնեմ, այս պահին երևի մի 30 տեսակի թթուներ ունենք։ Այս գարունը ինչ եկել է, այս դանդուր, մանդակ, կրմզյուկ, բանը, խնջլոզ, աստղաշուշանը։ Դրանք սաղ, որ արդեն դուրս են եկել, բնականաբար իմ գործը շատացել է։ Շատ ավելի լավ ու հաճելի։ Հինչավոտ աղտիրածը վեր համավինի։ Աղտիրածը մունք չարազնք։ Ամեն ինչին թամքինում է, բայց երևի թե խրավածին դամ ուրախության սեղանների երևի ամենակարևոր բեներից մինը աղտիրածն է։ Այս անկյունը ճիշտ ասած, սենց հատուկ մտածել եմ պատրաստել իմ ծանոթները սաղ ասում են բայց քո համար ցավալի չէ այս տանտերը որ գալիս է ասում է այս որ սենց կախել եք ցավալի չէ ամեն վարքյան տեսնես ասում եմ ոչ ես ուզում եմ առավոտները աշխատանքին գնալուց այս փողոցներով սենց դուրս գամ ու գնամ նո այս մեր տատիկ պապիկն է I love Ստեփանակերտ մեր սիրուն փողոցներից մեկը աջրևից հետո գեղեցիկ գույներ են շատ ու դիազան ես շատ եմ սիրում այս նկարը այս մեր կայցվոյնա էլի վար շատ սիրուն գույներով այս էլ իմ տունն է իմ Ստեփանակերտի տունն է իմ անկյունը այս էլ է իմ տանը այս ծաղիկները մեր դաշտերից է հավաքել իհարկե այս էլ իմ ննջասենյակի պատուհանն է Այս մեր տան բանալիներն է, երեխեքի սենյակի բանալիները, հողն է Արցախի, այս մեր տաններ կախված ընդեղ միջանցքում, այս էլ իմ բալիկն է Ստեփանակերտի երկնքի ֆոնի վրա։ Այս ամեն ինչը ձեզ ուշ տալիս է։ Հա, ես ոգևորվում եմ, որ տեսնում եմ, հպարտանում եմ, եւ այդ հույսը նորից արթնանում է իմ մեջ։
Այս եթերաշրջանում այնքան շատ ենք սեր խոստովանել Արցախին, չնայած ինձ թվում է, թե ինչքան էլ որ ասենք, էլի քիչ է լինելու։ Արցախին ես կարի մասին պնդկած, մունք կելվանք, ու եթե կարում ամեզների, բեն մունք թողանք, բայց ումաս ուրիշ ճար չիլել, մունք ստիպված եմ թողալ, երկար պայքարից հետո մունք թողալանք, եթե կարում ամեզների, Ես այնտեղ գրություն եմ տեսնում, որ սիրտս միշտ գտնում է ճանապարհ դեպի տուն, Արցախ, երևի ձեր երազներում, ձեր մտքերում, ամեն դեպքում, եթե այդ ճանապարհը դեռ այնտեղ տաներ, ինչ կասեիք։ Գիտեք, գալուց առաջ իմ աղջիկները դա մեծ աղջիկեր են։ Այն մեծը պատի վրա գրել է։ Ախր ես ինչպես վեր կենամ գնամ։ Այն մեկն էլ իր սենյակի աբոյն է պոկել, կստացի ուզում եք ռամկա գցեիք, կախեիք չհասցրեցիք։ Ու տեղը գրել է, որ գամ, նեստա եմ տալու, կպցնելու եմ, էլի։ Այդ հույսով, այդ ամեն ինչով, ուզում եմ ասեմ, որ Լավ է լինելու մի օր ամեն բան։ Ուզում եմ ասեմ, որ սիրում եմ քեզ Արցախ։ Իրավունք չունեք թուլանալու կամ լացելու, դուք կյանք եք բերել ձեզ հետ։ Դրանից ենք։ Որովհետև որոշները էդ էլ չեն բերել իրենց հետ։ Թողել։ Սա երկրորդ տարին է, որ մենք առանց Արցախի ենք դիմավորում նոր տարի։ Եվ ասեմ, որ մենք նոր տարի չենք անում։ Ամեն մի հայ իր օջախում է միշտ նոր տարի անում, դա մեր ազգի, մեր ադատների մեջ է մտնում, որ ամեն մի հայ իր տանը պետք է դիմավորի նոր տարի։ Մեր ամբողջ հայերին, ամբողջ հայ ազգին, ես այս եկող նոր տարին ուզում եմ իմ մաղթանք ասել։ Տա Աստված, որ ամեն մի հայ կարողանա եկող նոր տարին իր տանը դիմավորել, իր իսկական տանը։ 2023-ի տեղահանումից հետո մենք արցախցիներս կորցրել ենք մեր ամանորյա հրաշքը։ Երազանքներն այլևս զգուշորեն ենք պահում, իսկ տարին ամփոփելու փոխարեն խոր հոգոց ենք քաշում եւ ասում, որ եւս մի տարի անցավ Արցախից հեռու։ Կեսգիշերին տարեմուտի ղողանջներից առաջ հիշեք բոլոր նրանց, ովքեր անմահացել են հանուն մեզ։ Նայեք ձեր կողքին ապրող գաղթականին եւ ձեր մաղթանքներին եւս մեկը ավելացրեք՝ տունդարձը։ Իսկ ինչ մաղթեմ ես ձեզ։ Որպես գաղթական վերադարձ եմ փափագում, որպես հայ ուզում եմ ունենալ ամուր եւ հզոր մայր Հայաստան։ Արցախը մի քիչ էլ կդիմանա, որովհետև իր հողում ամփոփված տղաների մարմինները շարունակում են պայքարել հայկականության համար։ Թող 2026-ը լինի արժեքների վերագնահատման տարի։ Թող 2026-ն իր հետ հարատև խաղաղություն բերի։ Շնորհավոր գալիք 2026-ը, շնորհավոր գալիք ամանոր եւ Սուրբ Ծնունդ։